Ո՞վ, այդ ինչ ես քարտել ինքը խոսում ես։ Ճապոնիա։ Ճապոնիա։ Այո, Ճապոնիայի բնակչությունը, գյուղերը, լճերը։ Գիտես ինձ էլ հետաքրքիր ես։ Արի գիտանի խոսում ես, հայտնես։ Ճապոնիան կղզեխումբ է, որտեղ հողը շարունակ դողում է երկրաշարժերից, բայց հենց այս դժվարությունն է ստիպել ճապոնացիներին ստեղծել մի աշխարհ, որտեղ ամեն ինչ աշխատում է վայրկյանի ճշտությամբ։ Բարի գալուս Ճապոնիա, տեխնոլոգիական հրաշքների, բացարձակ կարգապահության եւ անհավանական հակասությունների երկիր։ Ինչպես է մի երկիր, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մնացել էր մոխրի մեջ, մի քանի տասնամյակում դարձել աշխարհի տնտեսական հսկան։ Պատասխանը մեկ բառ է՝ աշխատասիրություն, բայց ոչ թե սովորական, այլ մոլուցքի հասնող։ Ճապոնացիների համար աշխատանքը պարզապես եկամուտ չէ, դա պատիվ է։ Նրանք ունեն մի փիլիսոփայություն՝ կայձեն, որը նշանակում է անդադար կատարելագործում։ Դա ճապոնացիների ապրելակերպն է, նրանք չեն սպասում հրաշքների, նրանք ամեն օր իրենց գործը անում են 1%-ով ավելի լավ, քան 3։ Սա այն երկիրն է, որտեղ որակը պատվի հարց է։ Եթե ճապոնական է, ուրեմն անթերի է։ Եթե ճապոնացիներին որևէ բան են անում, դա պետք է անի աշխարհում լավագույնս, լինի դա մեքենաշինություն, թե փողոցի մաքրություն։ Ճապոնիան չունի նավթ, գազ կամ օգտակար հանածոներ։ Նրանց միակ ռեսուրսը մարդկային միտքն է, քանի որ երկրի 73%-ը լեռներ են, իսկ տարվա ընթացքում հազարավոր երկրաշարժեր են տեղի ունենում։ Տեխնոլոգիան դարձել է նրանց գոյատևման միակ միջոցը։ Ճապոնիան ռոբոտների երկիր է, բայց ռոբոտները այստեղ մարդկանց չեն փոխարինում, այլ օգնում են նրանց։ Ճապոնացիները կարող են հրաշալիորեն համատեղել գերժամանակակիցը հնի հետ։ Նույն մարդը, ով ցերեկը ստեղծում է արհեստական բանականություն, ռոբոտներ երեկոյան կարող է հանգիստ մասնակցել թեյախմության դարավոր արարողությանը։ Սա է նրանց ուժը՝ չմոռանալ արմատները։ Այստեղ ապագան արդեն ներկա է։ Ճապոնական ռոբոտները ոչ միայն հավաքում են ավտոմեքենաներ, այլև խնամում են ծերերին եւ մատուցում սնունդ։ Մինչ աշխարհը դեռ փորձում է հարմարվել տեղեկատվական դարաշրջանին, Ճապոնիան արդեն պաշտոնապես հայտարարել է իր Society 540 մեկնարկի մասին։ Սա պարզապես տեխնոլոգիական թռիչք չէ, սա մարդկության պատմության 5-րդ հիմնական փուլն է, որսորդությունից, հողագործությունից եւ արդյունաբերությունից հետո։ Society 540-ն գերխելացի հասարակությունն է։ Այստեղ սահմանը ֆիզիկական աշխարհի եւ թվային տիրույթի միջև վերանում է։ Միլիարդավոր սենսորներ հավաքում են տվյալներ ամեն ինչի մասին, իսկ արհեստական բանականությունը վայրկյանների ընթացքում վերլուծում է դրանք, լուծելու մարդկային խնդիրները։ Ինչպես է դա աշխատում գործնականում։ Պատկերացրեք անօդաչու տրակտորներ, որոնք մշակում են հողը առանց վարորդի, կամ ռոբոտներ, որոնք դառնում են տարեցների լավագույն օգնականները։ Եթե Society 440-ում մենք էինք փնտրում տեղեկատվությունը, ապա 540-ում տեղեկատվությունն ու տեխնոլոգիան ինքնուրույն են գալիս մեզ օգնելու։ Եթե աշխարհում կա մի վայր, որտեղ ժամանակը բացարձակ արժեք է, ապա դա Ճապոնիայի երկաթուղին է։ Ճապոնացիների համար գնացքը պարզապես տրանսպորտ չէ, այն երկրի զարկերակն է, որն աշխատում է վայրկյանի ճշտությամբ։ Ճապոնական հայտնի Շինկանսենը կամ գնացքի փամփուշտը գործում է դեռ 1964 թվականից։ Այս գնացքները սլանում են մինչև 320 կմ արագությամբ, բայց ամենազարմանալին արագությունը չէ, այլ ճշտապահությունը։ Տարեկան կտրվածքով գնացքների միջին ուշացումը կազմում է ընդամենը 18 վայրկյան։ Բայց ճապոնացիները կանգ չեն առնում։ Նրանք արդեն ստեղծել են մագլև գնացքը, որը չունի անիվներ եւ չի դիպչում ռելսերին։ Այն սավառնում է հզոր մագնիսական դաշտի վրա։ Փորձարկումների ժամանակ այս գնացքը զարգացել է անհավանական 603 կմ/ժ արագություն։ Սա ավելին է, քան ուղղաթիռի արագությունը։ Բայց ո՞րն է այս ամենի գինը։ Արդյոք նրանք պարզապես ռոբոտացված մարդիկ են։ Ոչ, մենք պարզեցինք, որ ապագայի երկիրը սկսվում է դպրոցական ըստարանից։ Ճապոնական կրթական համակարգը համարվում է աշխարհի ամենաարդյունավետ եւ յուրօրինակ մոդելներից մեկը։ Այն հիմնված է ոչ միայն ակադեմիական գիտելիքի, այլև բնավորության կերտման եւ համակեցության կանոնների վրա։ Ճապոնական դպրոցներում մինչև 4-րդ դասարան աշակերտները լուրջ քննություններ չեն հացնում։ Համարվում է, որ կրթության առաջին 3 տարիների նպատակը ոչ թե երեխայի գլուխը փաստերով լցնելն է, այլ նրան բարեկրթություն, հարգանք եւ էթիկա սովորեցնելը։ Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ Ճապոնիան ապագայի երկիր է ոչ թե ռոբոտների, այլ մարդկային որակների շնորհիվ։ Ճապոնիան մեզ մի մեծ դաս է տալիս։ Հնարավոր է լինել աշխարհի առաջատարը տեխնոլոգիաներով, բայց պահպանել թեյախմության լռությունը։ Հնարավոր է ունենալ ամենաարագ գնացքները, բայց կանգ առնել հիանալու թափվող սակուրայի թերթիկով։ Սա մի երկիր է, որը մեզ ապացուցեց մարդու կամքը ավելի հզոր է, քան ցանկացած բնական աղետ։ Ճապոնիան ոչ թե ուղղակի պետություն է քարտեզի վրա, այլ ապացույց, որ կարգապահությունը, հարգանքը եւ սերը սեփական գործի հանդեպ կարող են ստեղծել երկրային դրախտ, անգամ հրաբխի ժայթքման տակ։
կարգապահություն, աշխատասիրություն եւ հարգանք ժամանակի հանդեպ։ Սա է այն բանաձևը, որը ցանկացած երկիր կարող է դարձնել ապագայի երկիր։ Մենք սովորելու շատ բան ունենք ծագող արևի երկրից։